Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է, նա տեղափոխվել է կենտրոն քրեակատարողական հիմնարկ, իրավապանները նախօրեին քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Վարդան Ղուկասյանը եւ եւս 7 հոգի, այդ թվում Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ձերբակալվել են 4 միլիոն դրամ կաշառք պահանջել ստանալու համար։ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդությունը մակագրվել էր հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Երեկվանից մինչև լուսադեմ հակակոռուպցիոն դատարանը քննում էր Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։ Նախորդին Գյումրիի քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել 33 անձ, նրանք ձերբակալվել են։ Իսկ երեկվանից Facebook հարթակում այս թեմայով շատ ակտիվ գրառումներ անող ՔՊԱ-ականները այսօր թեման շարունակեցին խորհրդանի մեկնարկած քառօրյայում։ Եվ լսենք նրանց։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին են ուզում խոսել երկու խմբակցություններ, որոնք ընդամենը 6 ամիս եւ արդեն 2 օր առաջ քաղաքապետ ընտրեցին, այսինքն իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրվեց Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառք լափի եւ բռնվի։ Փայլուն կառավարչական ունակություններ ունեք դուք այս երկու խմբակցություններով։ Ու եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, ըստ ձեր լեզվամտածողության քաղբանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններդ եւ ուժերը, որոնք ներկայ են ստեղ։ Ուրա Մարտուն Գրիգորյանը ուրա, ինքը ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետև ինքը անձամբ էր մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, համայնքային ընտրություններին եւ ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին, որը ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 6 ամիս 1 օր հետո կաշառք է կերել կամ ուզեցել է ուտի եւ բռնվել է։ Հայաստան դաշինքը, ձեր Հայաստան դաշինքի նախկին անդամ ինչ էր, Անդրանիկ Թևանյանը, այս վերջերս էլ նոր անդամ Հայաստան դաշինքից միացավ Անդրանիկ Թևանյանի բանին, ինչ ասեմ, պրոքսի ուժին, երեք տեսա Գերան Մանուկյանն էր խրոխտ կերպով պաշտպանում ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կաշառակեր սրիկային։ Ու դուք եկել խոսում եք ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին, կառավարումը լիակատար ձախողել է Գյումրիում։ Մինչ Ռուբինյանը խորհրդանում փնտրում էր Մարտուն Գրիգորյանին, նա Facebook-ում արդեն անդրադարձել էր կատարվածին։ Ախր ասողին լսող էր պետք, նշել է նա մանրամասնելով, քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն դրվագ առ դրվագ ասում էի եւ զգուշացնում, թե ԿՊ-ն գյումրեցիների դեմ ինչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի տեխնացուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Ստիպված եմ մեջբերել ապրիլի 3-ին իմ կողմից արված եւ հանրության կողմից անչափ սպասված հայտարարությունից մի հատված, թե ինչ կլինի հետո եւ ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ, լավ հիշեք այսօրը, Գյումրին կտանեն Վանաձորի ճանապարհով, թե ոչ, տա Աստված, որ սխալված լինեմ, մեջբերման ավարտը։ Ապա հավելել է, այս պարագայում ափսոսում եմ, որ այս հարցում ես ճիշտ էի, դուք սխալվեցիք։ Խորհրդանում թեմային անդրադարձել է նաև ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Գելի գործընկերներ, դուք ձեր քաղաքական ուժերը տոհմիկ կաշառակերության ջահակիրներն են, հասկանում եք։ Ես պատկերացնում եմ, էլի, օրինակ Վարդանիկը Ես պատկերացնում Վարդանիկը ինչքան է սպասել այդ օրվան, որ ինքը դառնա քաղաքապետ, ու ասի ես հələ բերեք տենամ ինչ կա չկա ստե։ Ու հասկանում եք Վարդանիկը ոնց որ ձեր անոնսն է։ Ոնց որ ձեր անոնսն է, ձեր իշխանության հիմա մենք թիզերը կամ, հա, էլի Վարդանիկը, կարելի է նայել Վարդանիկին եւ տեսնել թե ինչ կլինի, եթե հանկարծ մի օր դուք իշխանության գաք։ Այսպես բան եք անելու, սենց բանը ձեր ախորժակները բացվելու է, որ ոնց եք դուք գալու հերթական անգամ անելու են, որ դուք ընդունակ եք։ Միակ բանը, որին դուք ընդունակ եք, դա է կաշառակերություն, ընդ որում շատ մանր, շատ ինտելեկտի չպահանջող, ընդ որում միշտ դա հիմնավորելով ինչ որ ազգային, այս բաները չէ, նախագիծներ էր, ազգային կաշառակերություն չի դա։ Բա որ այդ կաշառակերությունը բանը անում, ասում է եկեղեցուն պարտք եմ պիտի տամ։ Դուք հասկանում եք, դուք եկեղեցին դրել եք կաշառակերության զոհասեղանի վրա եւ ինչքան կարողացել եք եկեղեցին ու բոլոր սրբությունները ոտնատակ եք տվել։ Ու հիմա եկել խոսում եք արժանապատվությունից, ազգայինից եք խոսում։
Իդեպ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Մայրաթորից հայտնում են Քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով եւ հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին, ծառայեկից եկեղեցականներին, հետ հարատևել, զարգացնել ներողություն, վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատականության հատվածը, երիցս համառել է ներկայանալ հանձնախմբի նիստերին, ասում են Մայրաթորից։ Իդեպ նշեմ, որ սրան արձագանքել է նաեւ Տեր Արամը, նշելով առավոտյան կարգապահական հանձնախմբին եմ ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու եւ իմ նամակը ստանալուց հետո հրապարակվում է տնօրինության հայտնի որոշումը։ Երանի թե նույն արագությամբ պատասխանեին, թե ինչու հանձնախումբը նվազագույնը 2 տարի չի արձագանքել կաթողիկոսի կարգապահական խնդրահարույց ընթացքին։ Նաև Տեր Արամը կիրակի օրը բոլորին հրավիրում է Հովհաննավանք պատարագին, որը պնդում է, որ մատուցելու է ինքը։ Հիշեցնեմ, հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանը մասնավորապես հայտարարել էր. Թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Ֆերադասի հրահանգը եղել է, որ մանավանդ որ ես Երևանում եի ապրում, պետքա մասնակցեի բոլոր ցույցերին։ Դա այն դեպքում, որ ինձ վանքում սպասում են շատ մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքի կարիքն ու պակաս ունեին։ Ասենք որ ասեք չեմ գնում ցույցին, ինչ պետք է լիներ։ Խնդիրներ կլիներ։ Պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում։ Ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Այսինքն եկեղեցականը պետք է պարտադիր ընդդիմադիր հայացքներ ունենա։ Ոչ թե պարտադիր պետք է ընդդիմադիր հայացքներ ունենա, այլ այդ պահի թելադրանքը վերևից այդպիսին էր։ Եվ դա նաև ինձ էր անհարմարություն պատճառում, որովհետև ֆիզիկական առումով շատ հոգնեցուցիչ էր եւ ես էլ դեմ էի, որ գնամ եւ որևէ քաղաքական շահ պաշտպանեմ, որովհետև իմ շահը մարդկանց փրկությունը։ Այնուհետև քննչական կոմիտեն վարույթ նախաձեռնեց իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Տեր Արամի հայտարարություններին, ու հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ իրականացրեց Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց թեմի առաջնորդարանում։ Հայտնաբերվեցին դրամ, եվրո, դոլար, ռուբլի արժույթներով կապոցներ, դիվանագիտական անձնագրեր, ոսկե արծաթյա զարդեր, ձուլակտորներ, տարբեր կազմակերպությունների բենզինի կտրոններ եւ այլն։ Երեք անց այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II քրոջ որդին ձերբակալվեցին։ Եվ այժմ զրուցելու եմ Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Ողջույն պարոն Բարսեղյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Բարսեղյան, սկսենք Գյումրիից, այն որ Վարդան Ղուկասյանը խնդրահարույթ մեղմ ասած կերպար էր, դրա մասին դուք շատ եք խոսել հա մեր եթերում։ Ընդհանուր գործողությունները ես կխնդրեմ, որպեսզի գնահատեք, նաև դուք իրավապաշտպան գործունեությամբ եք հա զբաղվում։ Հիմա շատ են քննադատում իրավապահների գործողությունները, ասում են, որ նրանց այդ ռեպրեսիվ վարքը պայմանավորված է նրանով, որ այդտեղ չկա իրավական որևէ պրոցես, դա քաղաքական պատվեր է, հետևաբար դրա արդյունքն է ռեպրեսիան է։ Շնորհակալություն։ Ես եղավ 10 քանի տարի միշտ ճշտում եմ, որ ես իրավապաշտպան չեմ։ Այո, չէ։ Շատ կոնկրետ օրենքների իմպլեմենտացիայով զբաղվում եմ, բայց ես իրավապաշտպան չեմ այն ընկալմամբ, ինչ իմաստով օգտագործում են ներողություն այս դիտարկման համար։ Երեկվա պատմությունը, ճիշտ ասած տեղեկությունները այնքան հարուստ չեն, որպեսզի կարողանամ ես որակյալ կամ վերջնական դատողություններ անել եւ շատ-շատերի պես ինչ որ բան գիտենք, ինչ որ բան չգիտենք, քաղաքական ուժերի դիրքորոշումները հստակ պայմանավորված են իրենց քաղաքական նպատակներով, հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը ահագին բան բացատրում է, բայց դեռ դա դատարանի վճիռ չէ եւ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չէ, մի խոսքով, հա, ձայնագրությունները լսել եմ այնպես, ինչպես լսել են բոլորը, եւ երեկվա հետ կապված մի երկու նկատառում ունեմ, այն հանգամանքը, որ Ղուկասյան Վարդանը համարում է, թե ինքը մեղքը չի ընդունում, սա հասկանալի է եւ բնական է, եւ իր պատրաստակամությունը իր ոտով գնալ իրավապահների հետ, իրավապահների մոտ, պիտի հուշեր իրեն նաեւ հավաքված ժողովրդին կոչ անել գնալ իրենց գործին, ավելին, պիտի կոչ չարվեր համայնքապետարանից, գալ հավաքվել համայնքապետարանի մոտ, եթե ինքը համարում է, որ ինքը մեղք չունի եւ
հնարավոր մեղադրանքները անարդար են։ Այնինչ տեղի ունեցավ փաստորեն դրսում հակառակը, ինչը վերաճեց բախումների իրավապահների հետ։ Իրավապահները որոշ դրվագներում անցան համաչափ ուժի կիրառման սահմանները, որոշ կադրերում երևում է, թե ինչպես մարմնեղ կարմիր բերետավորը խփում է, երևելի կան այդպիսի կադրեր, իմ տեսածը դա էր, ինչ-որ մեկին, որը իրեն զայրացրել էր, չգիտեմ, գուցե եւ խփել էր, ամեն ինչին պիտի լինի օրենքի սահմաններում հստակ ձևակերպված ազդեցություն։ Իսկ խփելը ինչ-որ մեկին, ցուցարարին, բողոքողին, հայոյողին, օրենքով սահմանված չէ, եթե կա իրավախախտում, պիտի լինի պատշաճ հետապնդում։ Չէր լինի այդ ամբողջ այդ բախումը, առավել ևս համայնքային կոմունալ տնտեսության մեքենաների հրապարակ բերելը, կանչելը, որ նրանք կան հրապարակ փակեն, դե բացականչությունների մեջ դուք դա լսում եք, հա, որպես Վարդան Ղուկասյանի պաշտպանության միջոց, դա սխալ բան է։ Առավել ևս շեշտում եմ, եթե մարդը համարում է, որ ինքը անմեղ է եւ պատրաստական է գնալ իրավապահների հետ։ Առավել ևս վերջի կադրերը տեսել եք, երբ ինքը նույնիսկ վազելով է գնում այդ ուղղությամբ, ոչ թե իրեն զորով տանում են, այսինքն ինքը իսկապես պատրաստական էր գնալ, մտածելու բան չկա եւ այլն, շատ ճիշտ կլիներ, որ ինքը հորդորեր, որ որևէ կերպ, որևէ մեկը չկա, չխոչընդոտի իրավապահների գործողությունը դրանից բխած բոլոր անտուր հետևանքներով։ Ձայնագրությունը գտնվեցին մարդիկ, որոնք որակեցին, որ դա արհեստական բանականության ուրեմն սարկած բան է, ես պիտի ասեմ, որ ես չեմ հավատում, թե իրավապահները քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն պիտի ձայնագրություններ մոգոնի եւ այդ ձայնագրություններով միայն նման քրեական հետապնդում իրականացնի, առավել ևս ձերբակալի 8 հոգու չհաշված են 33 հոգում, որոնց ձերբակալությունը կամ բերման ենթարկելը կապ ունի ձեր ասած հրապարակում տեղի ունեցած որոշ անկարգությունների հետ։ Միամիտ պիտի լինել համարելու համար, թե 2-3 ձայնագրությունն է ընդամենը հիմք, որ կամ 10 ձայնագրությունն է հիմք նման մեղադրանքներ կայացնելու եւ 8 հոգու ձերբակալելու համար։ Ես կարծում եմ, համոզված եմ նույնիսկ, որ շատ ավելի ծանրակշիռ բաներ պիտի ունենա նման իրավապահ մարմինը նման գործողություն ձեռնարկելու համար, դրանից բխած բոլոր քաղաքական եւ այլեւայլ արձագանքներով։ Եվ ենթադրում եմ, որ առաջիկայում քննության կամ առավել ևս դատաքննության ընթացքում դատարանում պիտի տեսնենք, որքանով է լուրջ այս տեսակ մեղադրանքը, ինչի հիման վրա 3 տեղի ունեցավ այդպիսի ձերբակալություն։ 3 ինձ արդեն հարցրել են, թե հնարավոր չէր ծանուցագրով հրավիրել բան, ճիշտն ասած նման դեպքերում մոռանանք, էլի վերանանք Ղուկասյան Վարդանն է, թե Պողոսն է, Պետրոսն է, նման դեպքերում իրավապահ համակարգն է ինքն է որոշում, թե ինչպես իրականացնի ձերբակալելու եւ բերման ենթարկելու գործողություն, գուցե ծանուցագրով, իսկ դա նշանակում է, որ ծանուցագիրը ստանալուց հետո մարդը հասկանում է կամ չի հասկանում, կռահում է կամ չի կռահում, եթե անմեղ է, ընդհանրապես խնդրեմ չունի, ելնում գնում է, եթե հանկարծ ենթադրենք, հա, մեղավոր է, ինքը պիտի որոշ նախապատրաստական աշխատանքներ տանի մինչև ներկայանա իրավապահներին։ Որոշ դեպքերում այո, իսկապես տեղի է ունենում նման ձերբակալություն, ինչը մեթոդի տեսանկյունից, ինչքան ես գիտեմ, օրինական է։ Գաղտնալսումների հետ կապված, ինչքան ես գիտեմ, դատարանի որոշմամբ են դրանք տեղի ունենում, որտեղ էլ որ լինեն, եւ եթե առանց դրա է արվել, իհարկե հանցագործություն է։ Այս դեպքում ես ենթադրում եմ, որ օրինական են ստացել իրավապահները ձայնագրություններ, օպերատիվ հետախուզական եւ հարակից գործողություններ իրականացնելու համար։ Իսկ հանրային գնահատականի տեսանկյունից բան է, հիմնականում երկու խոշոր տեսակետ կա, որը թափառում է արդեն 1 օր եղավ։ Մեկը այն է, որ այո, սպասելի էր, պիտի աներ, պիտի որ աներ, եկել էր որ աներ, հաստատ արած կլինի, այս է, որը համահունչ է հակակոռուպցիոն կոմիտեի եւ այսօր падգամավորների 3 падգամավորների այս թեմայով բոլոր արտահայտություններին։ Մյուս խումբը նրանք են, ովքեր
ոչ թե խոսում են այն մասին, որ հազիվ թե արած լինի, ինքը այդ մարդը չէր, ինքը չէր կարող եւ այլն, հազիվ թե, այլ խոսում են այն մասին, որ մեր մարդն է, մեր քաղաքապետն է, հա, քաղաքը շենացրել է, շենացնում է, ինչ եք ուզում, կյանքերը իրապես այս տրամաբանության մեջ է, էլի, պաշտպանների խումբ եւ իհարկե իշխանությունների, պետական իշխանությունների, գործողությունների պաշտպանների խումբ։ Ահա այսպես, ես իմ անձնական կարծիքը չասեմ, որտեղ շատ միամիտ բան է, հա, նման իրավիճակում ընդհանրապես ես հավատում եմ մեղադրանքին, ես չեմ հավատում մեղադրանքին, բայց իրավունք ունենք որպես մարդիկ, քաղաքացիներ, գոնե որոշ վերլուծություններ անել եւ ասել, էլի, թե եթե նման բան է եղել, եթե նման այդ տեքստերը եթե իրենն են, հա, անկախ քրեական գործից էլի, հա, դա մեծ խայտարակություն է։ Եթե այդպես է, եթե չէ, ուրեմն շատ մեծ խայտարակություն է իշխանությունների արածը։ Մոտավորապես այսպես։ Բայց մենք տեսանք նաև, որ նույն օրինակ նրան աջակցող փոխքաղաքապետ եւ այլն կամ տարբեր ընդդիմադիր շրջանակներ, հիմնականում այստեղ ինչպես եւ նախորդ այլ քրեական այս վարույթների կամ իրավական process-ների մասին, պարոն Բարսեղյան, ոչ մեկ չի քննարկում ենթադրյալ հնարավոր հանցագործության հարցը։ Բոլոր քննարկում են, այս մարդիկ, չգիտեմ, հայրենասեր են, դրա համար են սենց կտանքների ենթարկվում են, մեր ձևովից ինչ-որ մեկին էլ են ձերբակալել, այսօր հայտարարություն են տարածել, որ նա հայրենասեր է և նա ձերբակալությունը դրա համար է տեղի ունեցել։ Այսինքն, չեմ հասկանում, այս տրամաբանության և ուղեղների բռնաբարությունը ընդդիմադիրները դեռ որքան են շարունակելու և որքան են ակնկալու, որ դրանից ինչ-որ էֆեկտ են ստանալու։ Ես այս խնդիրը, ընդհանրապես բևեռացման խնդիրը շատ խորն եմ տեսնում, մի քանի անգամ առիթ ունեցել եմ արտահայտվելու սրա հետ կապված, բայց պիտի շեշտեմ, քանի դեռ խնդիրը չի լուծվել։ Սա հետգաղութային սինդրոմի մեջ եմ ես տեսնում։ Ես համարում եմ, որ շատ երկար ժամանակ հայաստանյան հասարակությունը հարյուրավոր տարիներ սովետից հետո ընկած անկախացման հնարավոր տարիներ եւ այլն շատերի ընկալումների մոտեցումների մեջ դժբախտաբար նստած է այդ այսպես ասած նեոբոլշևիկյան մոտեցումը, սև ու սպիտակի մոտեցումը, կամ այս կողմ կամ այն կողմ եւ այլն, բողոքի քվեի հսկայական ծավալը, ինչպիսին ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իր դեմ բողոքի քվե կապ չունի ինչ առիթ էր, անպայման իր դեմ բողոքողների մի հսկայական զանգված, նույնը Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ եւ իհարկե հիմա Նիկոլ Փաշինյանի ժամանակ եւ սա դեռ երկար տևելու է։ Ոչ թե պարզապես ասենք համամիտ չեմ հետդ կամ ես համախոհ եմ քեզ ընդդիմադիր, այլ ես քանի որ քեզ տանել չեմ կարող իշխանություն, ատելի իշխանություն, որտեղ ով ինչ ընդդիմություն եղավ քեզ, ես իրենց հետ եմ։ Մոտավորապես այս տրամաբանության մեջ եմ նկատում ես այսպիսի բևեռացումը։ Անտարբերների մասին չխոսենք, էլի, որ թկած ունեն, պատրաստվում են արտագաղթել, զահլա չկա, առողջությունը ավելի թանկ է, կյանքը թանկ է, բերեք չխորանանք, թողնենք այդ խումբը, երրորդ խումբ համարենք։ Մի խումբը հենց իշխողների, իշխանություն ունեցողների եւ նրանց աջակիցների խումբն է, մյուս խումբը, որոնք ամեն դեպքում բոլոր հնարավոր առիթների ժամանակ ելնում են իշխանությունների դեմ, դա էլ է իրավունք, սխալ չհասկացվի։ Իրավունք ունեն մարդիկ ընդվզելու, բողոքելու եւ այլն։ Ուրիշ բան թե այդ process-ները որքան են մանիպուլատիվ, որքան են կեղծավոր, որքանով փաստերը իրենց տեղում չեն, այլ ընդհանրապես հենց ռոպագանդիստական զոհի վիճակում են գտնվում շատ-շատերը, ու դա արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով, հետո գնալու է հասնելու է ընտրություններին բողոքի քվե, կոչված քվեով։ Ասենք ավելի շատ քվեարկել իշխող քաղաքական ուժի դեմ գաղափարի հանուն, քան թե ինչ ուժի դեմ, ընդդիմադիր ուժի, այսինչ ընդդիմադիր ուժի դեմ, այնպես որ ներկայացնել այս մանիպուլատիվ բաները, թե այսինչ պաշտոնյան, որը հայրենասեր էր, եկեղեցասեր էր, քրիստոնյա էր, դո ես իմ հազարումի ինքնիշխանության կողմնակից էր, սերեն էր, հալածում են այս խեղճ մարդուն, բան առանց նայելու խորքերը, թե լավ, իսկ ներողություն, փաստեր կան դրա հետ կապված,
կամ այն մանիպուլատիվ մեկնաբանությունը, թե իշխանությունը հալածում է ընդդիմադիրների եւ ԿՊ-ականների խաթրին չի կպնում, ինչը իհարկե սուտ է։ Այս իշխանությունը իր ներկայացուցիչների կամ իր պաշտոնյաների նկատմամբ այն ծավալի հետաքննություններ է արել, մեղադրանքներ է ներկայացրել եւ նույնիսկ դատավճիռներ, ինչպիսիք չեն եղել ուրեմն նախկին որևէ իշխանության ժամանակ յուրայինների նկատմամբ։ Այդպես է։ Մանիպուլյացիան թե բան է, վայ, հոգևորական է իրեն չարժե կպնել բան, չպիտի կպնել, ինքը սուրբ մարդ է բան, ներողություն, բացարձակ հիմարություն է։ Եթե որևէ մեկը ուրեմն կասկածվում է օրենքով, օրինական կասկածի մասին է խոսքը, պիտի հետապնդվի, եթե որևէ մեկը կաշառակեր է, այս դեպքի մասին չեմ խոսում, ընդհանրապես, ինչու պիտի չհետապնդվի, ինչ կապ ունի ինքը իշխանավորների Հա, օքեյ, ես այդ հայրենասերի սինդրոմին ուրիշ անուն եմ տալիս, ասում եմ կոմֆորտի զոնա, շատ կոպիտ ձևակերպվում է, բայց ավելի փափուկ անուն եմ տալիս, ասում եմ տաք անկյուններում հայտնվածները։ Դա հետևյալն է։ Երբ մարդը սկսում է խոսել կոնկրետ մի քանի թեմաներից, ես այդ թեմաները դուրս եմ բերում էլի, հա, հայրենիքն է, ծնողն է, Մասիսն է, Արարատն է, Ծովիծովն է, եկեղեցին է, հայ առաքելականությունն է, Գրիգոր Լուսավորիչ եւ այլն։ Եթե այս թեմաներից է խոսում, ահագին մարդու միտք գցում է շաղվել։ Այս ինչ ճիգարով մարդ է, հələ տեսեք 3 հատ մատուռ է սարքել, հələ տեսեք 4 հատ եկեղեցի է սարքել, հələ տեսեք խաչեր է բաժանում երեխաները վզերը գցեն, հələ տես հայրենիքի մասին ինչ լավ, հələ տես ինչ լավ է երգում եւ այլն, տակ անգյուններ, էլի առանց խորանալու թե ընկեր դու քո այս ժամանակներում արած փաստացի ապացուցված հանցանքները, զանցանքները, ապա բարոյական, անբարոյական գործողությունների մոռացել ես, հա օքեյ, դու իրավունք ունես հայրենիքը սիրել եւ գովալ, ով է կասկածի տակ առնում դա էլի, բայց հանրային ընկալումների մեջ շատ հաճախ ուրեմն այդ տակ անկյուններում պատսպարված անձինք կարողանում են հաջողում են այնպես անել, որ իրենց անցյալը մարմանդ փափուկ կերպով մոռացության գիրկն են հետվում, հա, ու կոպիտ օրինակ բերեմ էլի, ենթադրենք մեկը 2 անգամ մարդասպանության համար նստել ելել է, հա, մեկ էլ խոսում է բանը ընտանեկան արժեքների մասին, կամ Շիրազից ասմունքում է մորը նվիրված բանաստեղծությունից մի երկուսը ինչ-որ մի քեֆի ժամանակ, հա, են տվել, կամ թամադա չեն տվել, հա, ինքը երնում ասում տես ինչ ճիգարով տղայր էլի, հա, սրանք շատ լուրջ սոցիալական խնդիրներ են, գուցե ազգագրագետները, մարդաբանները վերլուծելու բան ունեն այս պրիմիտիվ պոպուլիզմը քանդելու, արևին փռելու համար, որպեսզի բոլորին հետսետե ավելի շատ հասկանալի ու պարզ լինի, թե այդ ճենջոտ խոսքերով սքողելու մոդելը, որը երկար ժամանակ աշխատել է, դեռ ինչքան է աշխատելու։ Դեռ ինչքան կարելի է ասենք մի աման ճաշ վերցրած կամ մի կապոտ ցախ վերցրած կամ 2 պուխանքա կներեք հաց ստացած մարդուն ստիպելու այդ այսպես կոչված նվիրատուին, որը խորքում հանցագործ է, թալանել, իրանց է թալանել, հենց որ բերել կերակրել է։ Ինչքան ժամանակ են դեռ իրենց ճղելով պաշտպանելու այս կամ այն նախկին կամ գործող պաշտոնյային, հա։ Սրանք եկեղեցին հոգևորական, հոգևոր տասին չկպնեն, չի չկպնեն, որ մեղավոր է կամ կասկածյալ է, չպիտի կպնեն։ Հա, այս ամբողջ պատմության մեջ ամենատխուր դրվագը իհարկե նաև այն է, որ պետական իշխանությունը դժբախտաբար իրավապահ համակարգը, տատաիրավական համակարգը չմաքրագործեց։ Եվ լիքը մարդու մոտ միշտ կասկածներ են մնալու այս օրինակ գործերի դեպքում, թե հարելի այ մարդ թե բան է, էլի Էդեն դադախազը չէր, որ 15 տարի էս ինչ վատ բաներներ անում կդալով էլի, հա, կամ էդեն դադավորը չէր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ վճիռների մեղավոր է ու հիմի դատավոր է աշխատում, էլի։ Հասկանում եք, այս մակրագործումը, եթե պետական իշխանությունը իրականացրած լիներ, անհամեմատ փոքր կլինեին այն մարդկանց թիվը, ովքեր կելնեին համանման դեպքերում կասեին, քաղաքական հետապնդում է տեղի ունենում, իշխանությունը հարձակվել է եկեղեցու վրա, դո չգիտեմ ինչ։ Այդպես չէ, իշխանությունը եկեղեցու վրա չի հարձակվել, ոչ էլ կարողանալու է ընդհանրապես հարձակվել, ուժը չի պատի որևէ մեկին այս տեսակ եկեղեցու վրա հարձակվել։ Ուրիշ բան, եթե եկեղեցի ասելիս ոմանք հասկանում են կաթողիկոս, հա, նույն բանն են դրանք, կամ թեմակալ առաջնորդ, դա եկեղեցին է,
Եվ այլն, հա, այնպես որ դեռ պիտի պատրաստ լինել, որ ինչ-ինչ քաղաքական ուժեր, որոնք քաղաքական հաշվարկներ ունեին Գյումրու մոդելը կրկնելու ազգային ժողովի ընտրություններում կամ վաղ շաբաթի գալիք ընտրություններում նոյեմբերի 16-ի կամ ընդհանրապես իշխանության վերադառնալու խաթեր, հա, նրանք իհարկե շատ բողոքելու են ցանկացած բանից։ Եղանակի տեսությունից են բողոքելու, ցորենի բերքից են բողոքելու, իրավունք ունեն, սխալ չհասկացվի։ Պիտի արտահայտվեն բոլորը, լավ կլինի, որ բոլորը արտահայտվեն, դեռ 1-2 ուժ ոնց որ թե երեկվա դեպքերի հետ կապված հայտարարություն չի տարածել։ Անհամբեր սպասում ենք, անհամբեր ինչպես ասում են, որպեսզի ամեն բան տեղն ընկնի, ամեն մարդ իր դիրքը այդ շախմատի տախտակի վրա քաղաքականություն կոչված կամ մի քիչ ավելի ընդհանրացակ էլի, վերջը քաղաքականություն կոչված խաղատախտակի վրա տեսնենք, թե այս մարդիկ մնում են նույն դիրքում, թե ոչ։ Հա, եւ ժողովուրդը կորոշի, բարեբախտաբար կա ահագին մեծ բազմակարծություն մեր երկրում լրատվամիջոցներով, առերես խոսակցություններով, բաներով կգա իսկության պահը, վճռական պահը կգա, դա ընտրություններն են սովորաբար էլի, հա, եւ թող արտահայտվեն, թող վիճեն, բանավիճեն, չվիճեն, ինչ ուզում են, թող լռեն, աղոթեն, անիծեն, ինչ ուզում են անեն, բոլորը, հա, եւ վերջ մարդիկ որոշեն, թե հավաքական ինտելեկտն է մնում, էլի, դե ժողովրդավարության հիմնական արժեքը դա է, իդեալականը չէ, ցավոք, որտեղ մեջը լիքը ապականություն է տեղի ունենում ռոպագանդայի ու բանի միջոցով, սև փողերով, ապօրինի գույքով, բայց ինչ որ է, սրանից ավելին առայժմ չունենք, կարող ենք ունենալ, եթե իշխանությունը կամենար, իշխանությունը չկամեցավ դժբախտաբար, եւ դրա համար այս տեսակ ձերբակալություններին հաջորդում է հասարակության ինչ որ շերտի կասկածամտությունը, որոնք նույնիսկ եթե չեն հարում այդ ձերբակալվածի կամ նրան աջակցած քաղաքական ուժերին։ Դա կա։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Գյումրիի ժուրնալիստների ասպարեզակումբի համակարգող Լևոն Բարսեղյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։